Սրտանց ասենք Փառք Հիսուսին քուրեր եղբայրներ ջան։ Եթե Հոր Աստծո սերը չքաշեր, մենք ստեղ չենք լինի։ Դրա համար սա Աստծո կողմանը իր պարգևն է, իր շնորհն է։ Պատահական բան մի համարի, ես որ ես Տիրոջ տան մեջ եմ, իր ներկայության մեջ եմ, ես ամբողջովին տրվեմ իրան։ Սուրբ Հոգու դաշտի մեջ մտնելով, այո, մեր ներսը շատ փոփոխություն կգա եւ Աստծո այդ նշանագործությանը ականատես կլինենք քուրեր եղբայրներ ջան։ Կուզենամ նշանի մասին խոսեմ, որ մենք այսօր հնարավոր է, ես իմ կյանքում եղել է, որ այն սկսնակ ժամանակ ասում եմ, մի հատ նշան ցույց տաս, մի հատ բան անես, որ ես տենամ, հավատամ, որ գամ քեզի սրտած նվիրվեմ, բայց Աստծո խոսքը տես չի ասում, հասկանում եք, մենք պետք է ոնց որ հավատքով մոտիկանանք քուրեր եղբայրներ ջան, որպեսզի նշաններ եւ հրաշքները կատարվեն իմ ու քո կյանքի մեջ։ Մենք մարդ ենք, դեմից ասում ենք նշան արա, ինչ բան արա, որ ես տենամ, ասենց շոշափեմ, աշկերս տենա, որ ես հավատամ գամ քեզի։ Չէ, հիմա խոսքը, տեսեք խոսքով կտեսնենք ինչ է կատարում քուրեր եղբայրներ ջան։ Տերը երբ որ գնաց իրեններին, հրյաների մեջ մտավ, ասում են ինչ կցուցնես, ինչ նշան կանես, երկնքից ինչ կանես, որ տենանք քեզի հավատանք։ Ու այսպես անընդհատ այդ անհավատություն ասա, այդպես մոտիկանալով, մերժելով դուրս էին մնում այդ նշանագործությունից, այդ հրաշքներից եւ նշաններից, բայց թեև իրանց աչքերը տեսան, շատ բաներ տեսան։ Դրա համար իմ խնդրանք սա, քուներսդ մի ասա, այս ինչ բանը արա, այս ինչ նշանը տենամ, այս ինչ բանը անեմ, նոր գամ քեզի կամ հավատամ, չէ, սա արդեն իսկ անհավատություն է։ Դրա համար հավատքը չտեսած բաների ապացույցն է, հաստատությունն է։ Ես պետք է հավատքով քայլանեմ, որ սա իմ կյանքի մեջ հոգուս աչքը բացվի, ես տեսնեմ, այնպես չի որ չկա։ Բոլոր մարդկության կա հրաշագործություններ, նշաններ, Սուրբ Հոգին անում է, մարդը չի տենում սա, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա ես կկարդամ կտեսնեք, ուրեմն Մարկոս ավետարան, տեսեք 8:11-ից կարդամ։ Փարիսեցիները ելելով սկսան անոր հետ վիճաբանություն անել ու զանիկա փորձելով իր մե նշան մը կուզեին երկնքեն։ Անիկա իր հոգին մեջ հառաչելով ասավ. ինչու այս ազգը նշան կուզե։ Ճշմարիտ կսեմ ձեզի, որ այս ազգին նշան պիտի չտրվի։ Ու զանոնք թող տալով նորեն նավը մտավ ու գնաց ծովուն մյուս կողմը։ Արգելք էր, այդ նշանը տրվել էր թե չէր տրվել։ Ասում է նշան ենք ուզում երկնքից, Քրիստոս եկել էր, ինքը հենց եկել էր, այդ նշանագործությունը կատարվել էր, այս բանը կատարվել էր, քուրեր եղբայրներ ջան։ Հələ մի հատ օրինակ բերեմ, տեսեք, երկու զույգեր ենթադրենք ամուսնանում են, փեսան գալիս է, մատանի նշանա դնում, չէ։ Հիմա նշանում է աղջիկը կայնի ասի, չէ, քո ունեցածը սաղ պիտի տաս, էսի վայելեմ, բանանեմ, նոր տենամ, հələ քո այդ կյանք կապում եմ, թե չէ։ Այդպես չի լինում։ Փեսան ասում է, երբ որ հնազանդվես, երբ որ խոնարհվես, չէ, որ իմ հարստացուն դառնաս, նշանը դնում է, ապրում է, նոր սկսում է, մնացած բաները միասին չէ բան անել։ Թե չէ մի անգամից ասի, չէ, քո դեմից այդ կտակը տուր, հələ ես որոշեմ, տենամ, հələ կապրեմ քո հետ, թե չեմ ապրի։ Հասկանում եք, այս մոտեցումը նույն ձևի է, մարդ ասում է, այդ ամեն ինչը տուր, ամեն ինչը արա իմ համար դիր, նոր ես հələ մտածեմ, գամ թե չգամ։ Չէ, որ այդ ամեն ինչը դու ունենաս, հաստատ կծրվես։ Դրա համար, երբ որ իմ ներսը էդի կատարվավ, այդ հրաշքը կատարվավ, այդ նշանը կատարվավ, Սուրբ Հոգին եկավ, այդ կնիքը դրվավ, նոր մարդը սկսում է կամաց իմի գալ, գոզում է կոտրվել, խոնարհվել, նոր տեսնում է այդ հրաշագործությունները, նշանները իր կյանքի մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Մատթեոս ավետարան, ուրեմն 12-րդ գլուխ 38 խոսքից կարդամ հələ։ Մատթեոս ավետարան 10 կներեք 12-ի 38-ից։ Կներեք 16-ը, կներեք 16-ի Մատթեոս 16-ի 1-ից կարդամ։ Ուրեմն Հիսուս Փարիսեցիները ու Սադուկեցիները քովը եկան, փորձելով իր մե կուզեին, որ երկնքեն նշման մցուսնե իրենց։ Անիկա պատասխան տվավ ուսավ անոնց. երբ իրիկունը լա, կսեք թե պարս պիտի լա, վասզի երկինքը կարմրած է, եւ արտուն այսօր մրիկ պիտի լա, վասնզի երկինքը միքապատ է ու կարմրած է։ Ասում է կեղծավորներ, երկնքի երեսը քննել գիտեք, բայց ժամանակներն ու նշանները չեք կրնար գիտնալ,
Չար ու շնացող ազգը նշան կուզե, բայց ուրիշ նշան պիտի չտրվի անոր, միայն Հովնան մարգարեի նշանը ու թողուց զանոնք գնաց։ Հիմա ասում է երկնքի երեսը շատ բաներ կարա քննեք, երկինքը կարմրած է, էսիշ բան է, բայց ասում է ձեզի ուրիշ նշան պիտի չտրվի, միայն Հովնան մարգարեի Հովնանի նշանը ասում է ձեզի տրված է արդեն, այդ նշանները բազում նշաններ ձեզի տրված է։ Ու այս համարի մեջ ինչ էր ասում Հովանու 2-րդ գլխից հələ կարդամ տեսեք ինչ ասում Հովանու ավետարան 2-րդ գլուխ ուրեմն 18 խոսքից կարդամ Հովանի 2:18-ից կարդամ Այն ատեն հրյաները եկան ուսին անոր, ինչ նշան կցուցնես մեզի, որ այդ բաները ընելու իրավունք ունես։ Սա այն հատվածն է, որ Տերը մտավ տաճար եւ խարազանով դուրս անեց։ Հիմա եկել են ասում են, ինչ ես դու ով ես էլի, ոնց որ ինչ նշան կցուցնես կամ ինչ իշխանությունով կանես։ Պատասխան տվավ Հիսուս ու ուսավ անոնց. Քակեցեք այս տաճարը ու 3 օրվան մեջ պիտի զանիկա պիտի կանգնեցնեմ։ Հրյաները ըսին 46 տարվան մեջ շինվեցավ այս տաճարը, դու 3 օրվան մեջ պիտի կանգնեցնես զանիկա, բայց ինքը իր մարմնի տաճարի համար կսեր։ Ուստի երբ ինքը մեռելներեն հարություն առավ, իր աշակերտները մտքերնին բերին այս սրածը ու հավատացին գրքին ու Հիսուսին ըրած խոսքերուն։ Նույնպես ասում է ինչպես Հովնանը 3 օր մնաց կետզուկի փորի մեջ, այս մասին էր իր տաճարի այդ մարմնի մասին էր ասում, երբ որ ինքը խաչվեցավ, դրվավ գերեզմանը եւ 3-րդ օրը ինքը հարություն առավ։ Ճշմարիտ տաճարը ինքն էր, հենց ինքն էր Քրիստոսը, եւ այս կառույցը իրանք մարդկանց ամբողջ ուշադրությունը երևցած բաների վրա էր։ Այս ինչ բաների վրա էր, բայց իր Տերը ուզում էր, որ ամբողջ իրանց ուշադրությունը լինի այն ճշմարտության վրա, այն խոսքի վրա, այն նշանների վրա, այն հրաշքների վրա, որ արդեն իսկ մարգարեների ձեռքով կատարվել Եվ այս ամեն ինչը կատարվում էր, նաև այդ մարգարեական խոսքերը, բայց իրանք չէին տեսնում։ Այս գործնեությունը իրանց աչքից ծածկված էր, որովհետև իրանց ուզածը սա էր, որ այս բանը արամ էր աչքի առջև, այնիշ բան արա, բայց Աստված արդեն արել էր։ Եվ տեսեք կարդամ Եսայի մարգարեության մեջ ինչ է ասում, եւ Եսայի մարգարեության մեջ, Եսայի մարգարեություն կարդամ 7:14-ը կարդամ։ Ասում է անոր համար Տերը ինքը նշան պիտի տա քեզի, ահա կույսը պիտի հղիանա ու որդի պիտի ծնանի, եւ անոր անունը Էմանուել պիտի կոչվի։ Ասում է կույսը պիտի հղիանա, մարդկության կողմանը, եթե այր մարդ չմոտիկանար, ոնց պիտի հղիանար։ Ասում է կույսը պիտի հղիանա, անոր անունը Էմանուել պիտի դնեք, սա պիտի լինի ձեր նշանը։ Հիմա Քրիստոս ծնվել էր կույսի կողմանը, Քրիստոսի ծնունդը եզակի էր, եզակի։ Հիմա այս նշանը կատարվել է այս ազգի մեջ, այս բանը կատարվել է, ինչ նշան ես ուզում, ով մարդ, ինչ նշան ես դու ուզում, Քրիստոս արդեն եկել է, այս նշանը կատարվել է, այս ակտը կատարվել է, ինչ ես ուզում դու, եթե դու գաս իրան, մինչև չդիմեմ իրան, չկրտնեմ իրան, չի բացվի ինձի։ Եվ կարդամ առաջի Կորինթացիս, ուրեմն տեսեք ինչ ասում խոսքը, առաջի Կորինթացիս 1:22-ից, ասում է վասնզի հրյանները նշան կուզեն եւ հույները իմաստություն կփնտրեն, իսկ մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը, ինչ որ հրյաններում գայթակղություն է, հույներուն հիմարություն, բայց անոնց որ կանչված են, թե հրյա եւ թե հույն, Քրիստոսը Աստծո զորությունը եւ Աստծո իմաստությունն է։ Տիրոջ անունը փառավորվի։ Մարդիկ շատ կարող է նույն այսօր մենք էլ ենք սենց վարվել, նշան ենք ուզել, այսիշ բան ենք ուզել, բայց ասում եմ մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը, ինչ որ հրյաներուն։ Մարդիկ այսօր ճշմարտությունը լսում են քուրեր եղբայրներ ջան, ինչ-ինչ բաներ ուզելով մերժում են Քրիստոսի խաչելության գործը, Քրիստոսի արած գործը, չէ որ ասում է, «Էսի քեզի նշանա, կույսը պիտի հղիանա եւ պիտի ծնանի եւ անոր անունը Էմանուել պիտի կոչվի»։ Փրկիչ պիտի կոչվի, ով որ հավատա անոր, ով որ հավատա պիտի չկորսվի, հավիտենական կյանք ունենա։ Ինչ ես ուզում ով մարդ, ինչ գործ ես ուզում, ինչ հրաշք ես ուզում, որ դու տենաս։ Տիրոջ անունը փառավորվի։ Աստված մարմնացավ, մարմին հագավ, քուրեր եղբայրներ ջան։ Եկավ երկնքի փառքը թողեց Քրիստոս, թագավորների թագավորներ թողեց, եկավ մարմին հագավ, որ ինձի քեզի փրկագնի իր այրան միջոցով։ Կհավատաս ասոր։ Չէ, ուրիշ նշան եմ ուզում։
ուզում։ Ինչ նշան ես ուզում, ով մարդ։ Սա չի կատարվի քո կյանքի մեջ։ Կես ճանապարհին կմնաս, ուրիշ իմաստություններ խնդրես, գիտություններ խնդրես, բայց խաչյալ Քրիստոս եթե չունենաս, այս նշանը կնիքը, որ Աստված չդնի, այս Սուրբ Հոգով չկնքվես, դու չես ունենա հավիտենական կյանք, կմնաս կես ճանապարհի վրա։ Դրա համար Աստված օգնական լինի։ Մենք թույլ տանք, ինչպես որ ասեցի, մտնենք Սուրբ Հոգու դաշտի մեջ, որ Սուրբ Հոգին այսօր աշխատի, որ ներգործի, եւ այս նշանը կատարվի, եւ այս կնիքը դրվի, եւ ես տեսնեմ Աստծո արածը իմ կյանքի մեջ, որ ինձի փրկագնել է, մեղքի ճիրաններից գնել է, որ ես էլ մեղքի կյանքը չապրեմ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ երկրորդ Թեսաղոնիկեցիս ուրեմն տեսեք կամ մարդը այսպիսի վիճակ կա կամ հավատալու է Աստծո արած այս նշանին, սրանը հավատալու խոսքին կամ խափնված ամնալու անօրենի նշաններից քուրեր եղբայրներ ջան, վերջնական արդյունքում խափնված ամնալու։ Ես կկարդամ այս այդ համարը, տեսեք, մարդը եթե Աստծո նշանագործությանը, Աստծո արածին չի հավատալու, խափնվելու է հագարագործի սուտ զորության նշաններից։ Հիմա կարդամ երկրորդ Թեսաղոնիկեցիս, ուրեմն կարդամ իմ համար եւ բոլորիս համար։ Առաջի ուրեմն երկրորդ Թեսաղոնիկեցիս, առաջի ուրեմն 22-ից կարդամ։ Կներեք առաջինն է ոնց որ։ Չէ, երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:9-ից կարդամ, որոնք պիտի պատժվին ու հավիտենական ավերումով եւ պիտի ասում վտարվին Տիրոջ երեսեն ու անոր զորության փառքեն, երբ ինքը գա փառավորվիլ իր սուրբերուն մեջ եւ հիանալի ըլլալ բոլոր հավատացյալներուն մեջ, վասնզի մեր վկայության, ասում վկայության հավատացիք այն օրը։ Այս պատճառով ալ ամեն ատեն ձեզի համար աղոտ կնենք, որ մեր Աստվածը ձեզ արժանի ընե ձեր կոչումին եւ մինչեւ լրացնե ձեր բոլոր փափագները եւ հավատքին գործը զորությունով, ասում որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսին անունը փառավորվի ձեր մեջ ու դուք ալ անոր մեջ մեր Աստծուն ու Տեր Հիսուս Քրիստոսին շնորհքին համեմատ։ Տիրոջ անունը փառավորվի, ասում Սուրբ Հոգու զորությունով ներգործի մեր մեջ, Սուրբ Հոգու գործը կատարվի մեր մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Եթե Աստծո Սուրբ Հոգին չտեսնեմ, վերջնական արդյունքում այնտեղ ասում պիտի անօրինը պիտի հայտնվի եւ զանազան հրաշքներով, նշաններով ասում պիտի մոլորացնի ժողովուրդը։ Դրա համար Տերը օգնական լինի, որպեսզի մենք չմնանք խափված, քուրեր եղբայրներ ջան։ Եվ Եբրայեցիս ուրեմն երկրորդի 2:1-ից հələ կարդամ Եբրայեցիս 2-րդ գլուխ 1-ից կարդամ։ Անոր համար պետք է ալավելի ուշադրություն ունենք մեր լսած բաներուն, որ չլա թե պակսինք ասում վասնզի եթե այն խոսքը, որ հրեշտակներուն ձեռքով ըսվեցավ, հաստատուն եղավ եւ ամեն հանցանք ու աննազանդություն արդար հատուցում առին, ապա մենք ինչպես պիտի ազատենք, եթե անհոգ կլանք այնպիսի մեծ փրկության մասին, որ նախ Տիրոջմով վրճակվեցավ, լսողներուն ձեռքով հաստատվեցավ։ Աստված ալ վկայեց նշաններով, ուրարաշներով ու զանազան զորություններով եւ Սուրբ Հոգին պարգևովը, ինչպես ինքը կամեցավ։ Երբ որ մարդը ասում լսեց խոսքը, հնազանդվավ այդ խոսքին, Աստված ասում հրաշքներով, նշաններով երևաց Սուրբ Հոգին ձեռքովը եւ այդ պարգևով կնքեց ինձի քեզի, քուրեր եղբայրներ ջան։ Երբ որ մենք կտեսնենք Սուրբ Հոգու այս պարգևը, երբ որ կլսենք, չէ, օտար լեզուների նշանը, էսի նրա համար չի, էսի հավատացյալների համար չի, սա անհավատների համար է։ Սա եւս մեկ ապացույց է, նշան է, որ Աստված իրանց մեջ կբնակի։ Կուզենակ կարդամ ուրեմն առաջի Կորինթացիս, այդ համարը գրված է առաջի Կորինթացիս 14-րդ գլուխ, ուրեմն 14:22-ից կարդամ։ 14:22-ը։ Ուրեմն ասում է, ուրեմն լեզուները ասում է նշանի համար են ոչ թե հավատացյալներու համար, անհավատներուն, բայց մարգարեությունը ոչ թե անհավատներուն, ապա հավատացյալներուն։ Ուրեմն Սուրբ Հոգու լեզուները
Հիմա տես չլի, մարդը կարող է, ստեղ մարդ լինի առաջի անգամ լեզուներով աղոթք լինում։ Սա Աստծո Սուրբ Հոգին է մեր մեջ դրված, եւ Աստված ասում է ձեր մեջ պիտի բնակիմ, ձեզի Աստված պիտի լամ։ Սա անհավատների համար է, երբ որ լսեն, որ Աստծո Սուրբ Հոգին կենթանի Աստված իրանց մեջ պիտի բնակի։ Վախենալու բան չկա, քուրեր եղբայրներ ջան, ծածուկ բան չկա, այտենց չի, որ էսի չպիտի լսվի։ Լեզուների նշանը անհավատների համար է, երբ որ կլսեն եւ այո տեսնեն, որ Աստված կենթանի կբնակի իրանց մեջ։ Տիրոջ անունը փառավորվի։ Եվ գնանք առած Գործք առաքելոց, ուրեմն Գործք առաքելոց 2:22-ն եմ կարդալու։ 2:22-ի։ Ով Իսրայելի մարդիկ, լսեցեք այս խոսքերը։ Հիսուս Նազովրեցին Աստծմեծ ձեզի ցուցուցած մարդը, զորությունով, ուրհաշներով, նշաններով, որոնք Աստված անոր ձեռքով ըրավ ձեր մեջ, ինչպես դուք ալ գիտեք։ Հիմա կարաս ասես Աստված քո կյանքի մեջ հրաշագործություն, նշաններ արել է թե ոչ, հավատացյալ ես թե անհավատ ես, Սուրբ Հոգին ցանկացած մարդու մեջ այդ հրաշագործությունները, այդ գործերը արել է։ Ես իմ ականջով լսել եմ, քուրեր եղբայրներ ջան, անհավատ մարդ, այսօր զրուցում եմ հետը, կարծես հակառակը, կարծես Աստծուն բան անում, գնացին ոնց որ ավարիա տվեցին։ Ու իրանց մեքենան այնց էր փոքրացե, որ ինքը զարմացել էր, ինքը իր կինը երեխաները փրկվան դրա մեջից։ Ու եկավ հաջորդ վարքյանը ու Աստծո անունից խոսում է, Աստված, այդ գերբնականը զգացել էր ինքը, ասում է Աստված պահեց մեզի, այս մեքենան ով որ տեսնում է, ասում է ստեղից մարդ չի կարա բրծնի։ Դրա համար տեսեք, այս վարքյանին ինչ էր խոսում, հաջորդ վարքյանին ինչ է խոսում, բայց ես իրան այտենց հորդորեցի, ասի իմ աղբերս շատ լավ է։ Փառք Տիրոջ, այո, իմ Աստված հրաշագործ Աստված է, նաև կարա այտենց հրաշագործություն անի, բայց սա պահել է պետք։ Մի քանի օր անցավ, էլի գնաց, նույն Կիկոսը իր ճանապարհով, մեղքի ճանապարհով, էլի տենց իր ընթացքով։ Ինչի համար, ով մարդ։ Այո, ասում է, լսածդ բաներին ուշադիր եղի, եւ էսի ամուր բռնի։ Մարդը էսպիսի արարած է, քուրեր եղբայրներ ջան, մարդը տեսնում է, այս նշաններին, հրաշքներին, այտենց չի, որ Աստված չի անում է, չի տենում, չի շոշափելի, չի, հավատքով չի մոտիկանում, դրա համար էլ չի առնում, քուրեր եղբայրներ ջան։ Աստված ինչ անի, մարդը Աստված արել է ամեն բան, այս ամեն հրաշագործությունները կատարված է, հավատքով ուղղակի վերցնել է պետք, երբ որ մարդը հավատքով ընդունում է Քրիստոսին, նոր հոգու աչքը բացվում է, տեսնում է ամեն մի արածը։ Հավատքը երբ որ ինչքան որ ավելանում է, տեսնում Աստված ինչից ազատեց իրան, ինչ գործ արեց իր կյանքի մեջ։ Ամենակարևորը, որ մարդու կյանքի փոփոխություն, մեղքի կյանքի մեջ էր, հիմա ոնց որ գայլից գառ ստացե։ Բա սա հրաշք չի։ Ամենամեծ նշանը սա չի, որ մարդու կյանքի փոփոխություն է կատարվել։ Էսի է, քուրեր եղբայրներ ջան, ու սա կատարվում է մեր շրջապատում։ Հիմա ես ճանաչում եմ այդ ինչ եղբորը, բայց այդ եղբայրը սկզբից բան չի եղել, անհավատ կյանքի մեջ, ինչ կյանքի մեջ է եղել, մեկ էլ տեսնում ես 180-ությամբ փոխվել այս մարդը։ Բա սա Աստծո հրաշքը չի։ Եվ Աստված իր նշանները, հրաշքները կատարում է այն մարդկանց կյանքում շարունակական է լինում, ով որ Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես անձնական Տեր ու Փրկիչ։ Այս հրաշագործ նշանները բոլոր անձրևը գալիս է թե մեղավորների, թե արդարների վրա։ Հիմա այս հրաշք նշանները կատարվում է այն անձերի հետ շարունակական, երբ որ մնում է Քրիստոսին ընդունած այդ հավատքի մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Այտենց մարդ չի լինելու, որ Աստծո ողորմությունը, Աստծո գթությունը հասած չլինի, բայց մարդը, քանի որ խավարը սիրեց, ասում է, մերժեց լույսը, մերժեց այդ կյանքը, բայց քանի որ հավատքի ժողովուրդը ընդունեցին Քրիստոսին, կոտրվեցին եւ խոնարհվեցին, Աստված էլ ասեց, ես քեզի կնշանեմ ինձի հետ։ Եկեղեցին նշանեց, այո, Քրիստոսն ափեսան, նշանեց, նշան դրեց, կնիկ դրեց, այսուհետ դու ինձի կպատկանես։ Ելեք, ասում այդ խոտորած ազգին, ինձ ինքը զատեցեք, ասում է, այսուհետ դու ինձի կպատկանես։ Եգիպտոսին սա էր անում, քուրեր եղբայրներ ջան, հանում էր, առանձնացնում էր իր համար, նշան ուզում էր իրան հետ հավիտյան լինել, բայց ասում է ոմանք տրտունջով, անհավատությունով ընկան։ Այսօր այտենց չի, մենք իրանցից կարանք լավ լինենք։ Եթե ես չմնամ հավատքի մեջ, եթե Քրիստոսին չընդունեմ, քուրեր, այդ նշանը չընդունեմ, Հիսուսի առաջարկը, որ ինքը եկել է ինձի փրկագնի, ես քեզ ճամփի կմնամ։ Օվսիայի մեջ տեսեք կարդամ Օվսիա մարգարեության մեջ ինչ գեղեցիկ համար կա, շատ եմ սիրում այս համարը, 2-րդ գլուխ
19-20 համարները։ Քեզ հավիտյան ինձի պիտի նշանեմ, քեզ արդարությունով, իրավունքով, ողորմությունով եւ գթությունով ինձի պիտի նշանեմ։ Այո, քեզ ճշմարտությունով ինձի պիտի նշանեմ, ու Տերը պիտի ճանչնաս ամեն։ Տիրոջ անունը փառավորվի։ Եթե դու ինձի կպատկանիս, ասում է, եթե դու այո, ես քեզի ողորմությունով, գթությունով, իրասիրով քաշելա, ես էլ ասել եմ, ահա ես, դու այսինքն հավիտյան իմ բաժինն ես արդեն, եւ այս Սուրբ Հոգու կնիքն էլ դրված է, այս նշանները կերևա, եւ Աստված էլ իմ կյանքի մեջ կհաստատի հրաշքներով եւ նշաններով, քուրեր եղբայրներ ջան։ Տիրոջ անունը փառավորի, ուրիշ մի կերպ մի փնտրի, այսիշ բան, այսիշ նշանը, արդեն ինձի նշանել է, իր ճշմարտության հետ, հավիտյանս հավիտենից, ես իրան կպատկանեմ, եւ այս կյանքը թող շարունակվի յուրաքանչյուրիս կյանքի մեջ, այս նշանները հրաշագործությունները, այս գերբնականը թող կատարվի յուրաքանչյուրիս կյանքի մեջ, եւ այո կատարվելու է, եթե ես մնամ հավատարիմ իրան ճշմարտության մեջ, եթե ես մնամ Հիսուսի հետ, եթե մնամ ավետարանի ճշմարտության մեջ, այո այս հրաշքներ, նշաններ ասма ձեր հետ պիտի երթան։ Տիրոջ անունը փառավորվի, եկեք աղոթք անենք։ Ասենք փառք Տիրոջ, Աստված մեծ է, եւ մեզի շատ է, չէ՞ սիրում, փառք Հիսուսին։ Եղբայրներ քուրեր, ուրեմն ես ուզում եմ կիսվեմ ձեզ այդ մի դեպքի մասին, որ գրված է Սուրբ գրքի մեջ, քանի որ խոսքը գրած նշանների եւ հրաշքների մասին, մանավանդ նշանների մասին, սիրելիներ, ես ուզում եմ ուղղակի ոնց որ խոսքը շարունակեմ։ Ուրեմն եկեղեցու պատմության մեջ առաքյալների դարաշրջանում մի հատ ահավոր նշան եղավ եկեղեցում։ Եվ այդ նշանի պատճառով, ասում է Աստծո մարդկանց վրա վախ եկավ։ Դուք արդեն հասկացաք, չէ՞ ինչի մասին է խոսքը, չէ՞։ Տեսեք, եկեղեցին նոր սկսվել է, բոլորը տեսել էին առաքյալների զորությունները, հրաշքները, որոնք անում էին, մարդկանց էին բժշկում, հիշում եք, աղոթներ էին անում զորավոր, անգամ ասում է թաշկինակ էին տանում, հիվանդների վրա էին դնում եւ այլն, լիքը բաներ էին տեսել։ Եվ նույնիսկ նրանք հիշում էին Հիսուսի արածները, որ մեռելներին հարություն էր տալի, շատ ժամանակ չէր անցել դրանից։ Եվ բոլոր հավատացյալների մոտ մի տպավորություն կար, որ Աստված հրաշագործ Աստված կարա ինքը ամեն ինչ անի, իր մոտ անկարելի բան չկա։ Այսպես էր եկեղեցու ընդհանուր հոգեբանությունը, որ Աստված կարա լիքը հրաշքներ անի, սիրելիներ։ Բայց երբևիցե այդպիսի դեպք չէր պատահել եկեղեցու մեջ, որի պատճառով սիրելիներ շատ բաներ մենք բացահայտեցինք։ Գործք առաքելոց 5-րդ գլուխ առաջի խոսքից եմ կարդում, ես խնդրում եմ ուշադիր լսեք, թե ինչ ասում էզի խոսքը։ Տեսեք ինչ ասում։ Գործք առաքելոց 5-րդ գլուխ առաջի խոսք։ Բայց մարդը Անանիա անունով իր կնոջ Սափիրայի հետ մեկտեղ ստացվածք մծախեց։ Եվ անոր գինեն խորեց, մինչ կինն ալ գիտեր ու մեկ բաժինը բերավ առաքյալների ոտքը դրավ։ Եվ Պետրոսը սավ, Անանիա, ինչու սատանա քո սիրտդ լեցուց, որ դուն հոգուն սրբոն սուտ խոսես ու ագարակի գինեն խորես, չէ որ քուք դեր այն, քանի որ կեցեր էր, եւ ծախված ալ քո իշխանության տակ էր, ինչ է որ քո սրտիդ մեջ այդ բանը դրիր, ոչ թե մարդոց սուտ խոսեցար, հապա Աստծո։ Լսում եք սիրելիներ, հիմա գիտեք 21-րդ դարում այդպես չի։ 21-րդ դարում երբ որ մարդը հավատացյալը սուտ է խոսում, իրան ավելի շատ հորդորում են որոշ ինչ Աստված մեծ է քեզ կների։ Չէ՞, մենք ավելի շատ այտենց ենք մոտիկանում, վկաբերելով շնորհքը, Քրիստոսի արյունը, Քրիստոսի վերքերը, Քրիստոսի ողորմությունը, Քրիստոսի սերը մեր նկատմամբ, չէ, ասում ենք Աստված քեզ կների, ոչինչ։ Բայց այս պարագայում մենք չենք տեսնում, որ Պետրոսը անգամ գութ ցուցաբերեր այս մարդու նկատմամբ։ Բայց դա ինքը չէր, որ այս բանը արեց սիրելիներ, չէ, ապա կոնկրետ Սուրբ Հոգին ասեց դու սուտ ես խոսում Աստծո դեմ։
Սա ինչ սուտ էր սիրելիներ, ինչի մասին էր խոսքը։ Ինչի մասին էր խոսքը եւ այդ խոսքի վրա ասում է հենց որ ասեց, ապա Աստծո, ասում է սուտ խոսեցար, ոչ թե մարդուց, ապա Աստծո, այդ խոսքի վրա Անանյան ընկավ ու մեռավ։ Դուք պատկերացնում եք։ Ինչի մասին էր խոսքը։ Ինչ սուտի մասին էր խոսքը, որ Անանյան արել էր սիրելիներ։ Ինչ էր դա կատարվում այդ պահին եկեղեցում։ Մենք շատերս այսօր նույնիսկ այդպեսի վարդապետություն էլ կա, որ ասում են սուտ կա, շատ ներողություն իմ տատիկս, հորմածիկ տատիկս ասում էր, բալա ջան, սուտ կա կախաղանից կիչացնի, սուտ կա կախաղան կտանի։ Մենք այսօր այս ոնց որ ասած այս հոգեբանությունը ընդունել ենք, որ այո, սուտ կա, որ կարելի է ասել, դա ոչ մեկին նեղություն չի տալի, ոչ մեկին չի վնասում եւ այլն, Աստված գիտի թե ինչի համար ենք այդ ասում։ Բայց կոնկրետ մենք Սուրբ գրքի մեջ այդպեսի համար չենք գտնում։ Կոնկրետ դրա նկատմամբ, որ ոչինչ որ կարելի է մի տեղեր ինչ որ սուտ ասել։ Եվ այսպես ծածվում գնում է։ Մենք երբ որ մենք անում ենք այդ բանը, սուտ խոսում ենք եւ ոչ մի պատիժ չկա, ոչ մի, ասենք, ոչ մի չի կատարվում, բայց ինչ է կարծում, դա այդպես էլ մնում է։ Դա այդպես էլ մնալու է, սիրելիներ, դա չի մնալու։ Գալիս է պահը, ժամանակը, եւ մենք պատասխան ենք տալու դրա համար։ At least ոնց որ ասում են հայտության մեջ գրված է, որ ասում է եւ ես ուզում եմ այդ խոսքերը կարդալ, տեսեք ում մասին է այստեղ խոսքում։ Հայտնության ամենավերջի գլխում հետեւյալ տողերն են կարդում, դա շատ ազդեցիկ խոսքեր է։ Ես ուզում եմ կարդամ 22-րդ գլխի 10-րդ խոսքից։ Եվս ավ ինձի, այս գրքի մարգարեության խոսքերը մի կնքերված ժամանակը մոտ է։ Ան որ անիրավություն կնե, ալ անիրավություն թողնե։ Ան որ ախտոտ է, ալ ախտոտը լա, եւ ան որ արդար է, ալ արդարը լա, ու ան որ սուրբ է, ալ սուրբը լա։ Ահա ես շուտով կուգամ, եւ իմ վարձքս ինձի հետ է, այն ամենուն, ամեն մեկուն իր գործի համեմատ հատուցանելու։ Ես եմ ալֆա եւ օմեգա, առաջինը ու վերջինը, սկիզբը եւ վախճանը։ Երանելի են անոնք, որ անոր պատվիրաները կկատարեն, որպեսզի իշխանություն ունենան կենաց ծառի վրա, եւ դռներեն ներս քաղաքը մտնեն։ Բայց դուրս պիտի մնան շունները, կախարդները, պոռնիկները, սպանություն ընողները, կռապաշտները ու այն ամենը, որ ստություն կսիրե եւ կնե։ Տեսնում եք ինչ է ասում։ Ստություն կսիրե եւ կնե։ Լավ, հիմա ասենք մեր մանր-մունր սուտերի համար մենք չենք դատապարտվում, չենք ասենք պատժվում կամ ոչ հիմա չի լինում մեզ այդ։ Անցնում է գնում, մոռանում ենք եւ այլն։ Մեկն է մի քիչ որ խճմտանք անում, կարես է խոստովանում, ասում է դե ես ինչ տեղում ես սուտն եմ ասել, դե եղբայրն էլ ասում է դե լավ տերը ների գնաս խաղաղությամբ։ Բայց Անանիայի եւ Սափիրայի սուտը ինչու ներ կայանում, սիրելիներ։ Ստե լուրջ բան կա։ Սա հասարակ չէր։ Մեր մտածած, մեր ասենք հորինված հասարակ սուտը չէր էտի։ Ինչ էր տեղի ունենում։ Դրա պատասխանը գալիս է նախորդ գլխի 37 խոսքը, վերջի տողերը, ասում է 36-37-ը, և Հովսեփս, որ առաքյալներեն Բարնաբաս մականվեցավ, որ կթարգմանվի մխիթարության որդի, Ղևտացի ծնունդով Կիպրացի, ագարակը ունենալով ծախեց ու ստակը բերավ, առաքյալների ոտքը դրավ։ Ամբողջությամբ ինչ որ ինքը ուներ, առաքյալների ոտքը դրավ։ Իհարկե այստեղ մանրամասներ գրված չի, մենք չեն կարա պատկերացնենք այդ պահին այնտեղ առաքյալները ինչ ասացին այս մարդուն, ասացին thank you, թե ասացին Աստված օրհնի, թե ասացին ինչ լավ է որ դու էսի արեցիր, մենք սրա կարիք ունենք եւ այլն, այսպես խոսակցներ չկա մարդկային գրված։ Բայց հավատում եմ, որ կար տարածված լուր, որ Բարնաբաս անունով մեկը իր ունեցվածքը ծախել է եւ բերել առաքյալների ոտքերի տակ ա դրել։ Բնական է, որ եկեղեցին իմացավ էտի, խոսում էր դրա մասին։ Եվ դա գրանցվեց նաև անպայման գրանցվեց Սուրբ գրքի մեջ։ Էսի նաև մեզի օրինակել է ինչ որտեղ։ Բայց ինչի մասին է խոսքը։ Եվ ահա դրա վրա, որպեսզի ինչ որ մեկը ունենա այս պատիվը իրան եկեղեցում տեղ ունենալու համար, սիրելիներ, գնում է այդ քայլին եւ իր ունեցվածքը ծախելով, միաբանվելով կնոջ հետ, կեսը պահում է
Եվ կեսը բերում առաքյալների ոտքերի տակ, ասում է ագարակը սախել եմ, ուզում եմ եկեղեցուն նվիրատվություն անեմ։ Ստեղ ինչն է, ինչի մասին է խոսքը, դուք ինչ եք պատկերացնում։ Երևալու համար, փառավորվելու համար։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ ստի, ասենք, աստիճանը, մեծությունը, որպեսզի մարդը փառավորվի իր արարքի մեջ, որպեսզի եկեղեցին իմանա, որ իր անունն էլ գրվի ավետարանում, չնայած գրվեց, բայց արդեն բացասական կերպարով։ Միտք առնում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Նրանք խորհել էին, իսկ ինչու էր դա կատարվում սելեր։ Ես ուղղակի ուզում եմ այս բանը մենք այս հոգին տեսնենք։ Առաքելական դարաշրջանի եկեղեցին, որտեղ դեր առաքյալներն էին ղեկավարում, Սուրբ Հոգու կենթանի ներկայությունը կար այդ եկեղեցու մեջ։ Սուրբ Հոգու աստվածային ներկայությունը կար եկեղեցու մեջ։ Եվ այստեղ առաքյալը չի ասում, թե դու իմ դեմ խոսացիր, եկեղեցու դեմ խոսացիր, ուզում էր եկեղեցուն հարիվցնեիր, այսպեսի խոսքեր չի ասում։ Նա կոնկրետ ասում է դու Աստծո սուտ խոսեցիր, Աստծո դեմ արեցիր դու էդի, ոչ թե մարդկանց, ոչ թե մարդոց, այսինքն ոչ ես եմ այստեղ, ոչ մնացած եղբայրները, ղեկավարները կամ առաքյալները կամ եկեղեցին, ապա Աստված է ներկա այս վայրի մեջ, եւ Աստծո դեմ դու այս մեղքը գործեցիր, սուտ խոսեցիր։ Եվ այս տեսակ ստի համար սերիներ, մարդը մահ տեսավ, մահ ունեցավ, այս տեսակ սուտ անելու համար, որովհետև նա ուզեց իր արարքով մարդկանց մեջ երևա ու փառավորվի սիրելիներ։ Եվ ինչ է կարծում, ինչ է շարունակությունը, մենք արդեն գիտենք շարունակության մասին, մենք բոլորս այդ տարիներով կարդացել ենք այս խոսքերը, այսօր այս խոսքս ուղղում եմ եկեղեցուն սիրելիներ, սուտ մի արեք, ինչ որ անում եք, ճիշտ արեք, ճշմարտապես արեք, ինչ ենք մենք շատ ժամանակ սուտ խոսում, որովհետև մենք ենք ստեղծում այդ պայմանները, հետո ուզում ենք դա բան անենք, ճշտի բերենք, ստելով ուզում ենք փոխենք իրավիճակը, չես ուզում սուտ խոսած, ճիշտ ապրի, այնպես արա, որ դրա կարիքը չունենաս, ճշտության մոտիկացի, թե ընտանիքում, թե եղբայրական հարաբերություններում, թե եկեղեցական հարաբերություններում, թե գործնական հարաբերություններում, ճիշտ ապրի, որպեսզի սուտ չխոսաս, ստիպված չլինես դու էդի անես, որպեսզի քո օգուտի համար չլինի էդի սիրելիներ։ Եվ այստեղ մենք կարդում ենք, որ ահա երբ որ երիտասարդները նրան պատանեցին եւ Զանիկը հանեցին ու թաղեցին, ու անոր կինը չգիտնալով ինչ որ եղել էր ներս մտավ, Պետրոսը սավ անոր, ըսենզի ագարակը այնչափ գնով ծախեցիք, անար պատասխանեց, ասեց այո։ Ասեց, ինչ եք միաբանվել Սուրբ Հոգու դեմ։ Ինչու եք միաբանվել Սուրբ Հոգու դեմ։ Տեսնում եք մեղքի մեծությունը սիրելիներ, միաբանություն է եղել, այս մեղքը միաբան է եղել։ Այսօր մենք նայում ենք, խոսում ենք շատ ժամանակ մեր ընտանիքների մասին, որտեղ որ ասենք կին եւ ամուսին իրար հետ հոգեվոր մարդիկ են, եկեղեցու անդամներ են եւ շատ ժամանակ իրար հետ միասին այս տեսակ գործերի մեջ են, մեկը մեկին հորդորում է, որ այս տեսակ գործերը կատարեն, եւ մեկը չի հանդիմանում, ոչ եղբայրն է դեմ դնում, կամ էլ ոչ թե քուրիկն է դեմ դնում։ Մեկը չի ասում, գիտես ինչ, ամուսին ջան, ախր մենք սխալ գործ ենք անում, չի կարելի էսի անել։ Ինչն էր իրանց սխալը սերներ։ Ասում է Պողոսը, Պետրոսն ասում է, որ քանի որ քոնն էր այդ երբ որ կար, ու երբ որ ծախեցիր, էլի իշխանություն ուներ դու դրա վրա, քոնն էր էդի, ոչ մի քո ձեռից չէր առնում էդի, քո սեփականությունն էր, եւ դու ավելի լավ կլներ բերեիր կեսը տայիր, ասեիր եղբայրներ ջան, ագարակը ծախել եմ 100,000, 50-ը բերել եմ, տվել եմ ձեզի, այն 50-ը էլ իմ կարիքների համար եմ պահել, ինչա պիտի հանդիմանություն կրեին։ Դե հանդիմաներ եկեղեցին, պիտի ասեն, այ դու անհավատ, չկարացիր բոլորը բերես, այդպեսի խոսակցություն չէր ելնելու։ Պարզ մի բան էր էդի, ընդամենը մի պարզ բան։ Եվ այսօր կին ու ամուսին նույն հոգեբանության, նույն մտածելակերպի մեջ միաբանվում են իրար հետ մեղ գործելու, ու մեկը չի ասում, նրանցից մեկը չի ասում, որ կին ջան, մենք սխալ ենք անում, կամ ամուսին ջան, մենք սխալ ենք անում։ Չի կարելի այդպես անել։ Սա Աստծո առջև սուտ է, սա Աստծո առջև մեղք է։ Եվ շատ ժամանակ սրա պատճառով էլ այո ընտանիքների մեջ անեց կա գալի, այստեղ մահվան բուն, ասենք, ֆիզիկական երևույթը տեղի է ունենում, բայց մենք ինչ ենք կարդում Սուրբ գրքի մեջ, որ ասում է մեղքի վարձքը ինչ է։ Մահը։ Կոնկրետ Սուրբ գրքի մեջ Պողոսը գրում է, ասում է մեղքի վարձքը մահ է։
Եթե այս մարդկանց վրա մենք տեսնում ենք ֆիզիկական մահը, սել ինչպես նրանք ֆիզիկապես այդ բանը տեղի ունեցավ, մեղքի վարձքը իրանք առան ֆիզիկապես ստացան, սիրելիներ։ Հապա որչափ որ առավել, որ եթե մենք պահելով ենք անում դա, թաքցնելով ենք անում դա եւ մեղք կա լինում, դրա վարձքը մահը, մենք կարող ենք հոգեվորապես մեռնել։ Աստված քաշվի մեզանից, սիրելիներ։ Եվ մենք դա տեսնում ենք Սավուղի վրա, հիշում եք Սավուղ թագավորին։ Ինչ եղավ Սավուղ թագավորի հետ։ Աստված իրան ընտրեց Իսրայելի թագավոր, եւ ինքը էս ոնց որ պաշտոնը կամ ասենք այս պարգևը չպահեց իրան, որովհետեւ ինքը բաներ արեց, որոնք որ իրան չէր կարելի։ Եվ ինքը մերժեց թագավորությունը, սիրելիներ։ Եվ ինքը որպես թագավոր գնաց, երևի հիշում եք, որ գնաց, որ Սամուել Մարգարին էին սպասում, որ պիտի գար, որ զոհը մատուցեր, բայց ուշացավ եւ ինքը հելավ ասավ ժողովուրդը ցվրվում այն կողմից, հիմա հելնեմ ու զոհերը կատարեմ, հելավ ու զոհերը կատարեց, որ իր գործը չէր։ Իր գործը չէր էդի, սիրելիներ։ Եվ երբ որ Սամուել Մարգարին եկավ, ասաց, «Էս ինչ արեցիր»։ Դե ասաց, «Տեսա, որ ժողովուրդը ցվրվում է, հետո էլ քո եւ այլն էս, հետո մի ուրիշ մեղք էլ արեց, հիշում եք, երբ որ հրաման էր տվել Սամուել Մարգարին, որ երբ որ մտես ամաղիկը ջարդես, ոչ մի բան չբերես ընդեից, բայց հետո բերեց աղեկները, գերերը եւ ասես քո Տեր Աստծո զոհ են բերելի ես։ Տեսնում եք ինչ ուրացության աստիճաններ կա։ Եվ բացի դրան էլ արդեն ահա որ մի ավելի մեծ մեղք գործեց, երբ որ քահանաներին կոտորել տվեց, սիրելիներ։ 80 քահանա սրով անցկացրեց։ Երբ որ ընկել էր Դավիթի հետևից, չէ՞, սա ինչ է նշանակում, որ ինքը մերժել էր Աստծուն, մերժել էր ավետարան Աստծո խոսքը, մերժել էր Աստծո պատվիրանը, եւ Աստված իրանից հեռացել էր, եւ ինչ էր եղել իր հետ, դիվահարվել էր։ Դևը գալիս էր ու իրան տանջում էր, սիրելիներ, եւ հենց այդ պատահում էր, երբ որ Դավիթը ներկա էր ելում, իր մոտ էր ելում, հենց քնարը խփում էր Դավիթը, հիշում եք քնարը, Սավուղը հանգստանում էր։ Այդ երաշտության ներքո հանգստանում էր, դևը հեռանում էր իրանից, սիրելիներ, այս ասենց մերժում է կոչվում Աստծո խոսքը, կյանքը, եւ սրա համար, սիրելիներ, մենք կարդում ենք, որ սրանք երկուսը միասին նույն հոգեբանություն ունեն, իրանք իրար չհանդիմանեցին, որ կարելի է էսի չանել, սա կարելի է չանել, մեկն ու մեկը չկանգնեց այդ ճշմարտության համար։ Արդյոք մենք կյանքում այսպիսի բաներ կան։ Ես ուզում եմ մենք տեսնենք, որպեսզի ուշադիր լինենք եւ մեր հավատքի կյանքը ճիշտ ապրենք, չլինի թե հանկարծ մեր գործելով Աստված մեզանից հեռանա ու մենք դա չիմանանք, սերներ։ Աղոթենք, տեղ չհասնի։ Ինչ որ բան ուզենանք, անենք չստացվի, անընդհատ հիվանդ լինենք, իհարկե ես չեմ ասում, մի վախեցեք, սերներ, մենք մարդ ենք եւ ապրում ենք այս երկրի վրա եւ ենթարկվում ենք շատ վիրուսների, շատ, ասենք, գրիպների, չգիտեմ, մարմնական տկարությունների, չի խոսում անպայման դրա մասին, որ մենք մեղք ենք գործել դեպի դրանից է։ Մենք կարող է սուրբ կյանք ապրենք, բայց հիվանդանանք, դա կարևոր չի, դա հեշտ կապ չունի։ Սուրբ գրքի մեջ էլ ենք տեսնում, որ կային առաքյալների հետ կային, ասենք, ընկերներ, որոնք որ շրջում էին իրանց հետ, ծանր հիվանդացել էին։ Պողոսը գրում է անձամբ այդ մասին։ Եվ Պողոս որպես առաքյալ չի կարող նույնիսկ գնա կանգնի, աղոտ կան ու այդ մարդը բժշկվի, պատկերացնում եք։ Այլ ինքը մխիթարվում է իր առողջանալով, ասում է, որովհետև ինքը մինչև մահվան անգամ հիվանդացավ, բայց Աստված իրան ողորմություն արեց ու մեզի մխիթարեց։ Դե թող գնար աղոթեր ձեռքը դներ վրա, ասել դե վերկաց բժշկված ես։ Այսինքն բաներ կա, որ կապ չունի մեր, ասենք, ապրած կյանքի հետ, բայց կա նաև, որ այսօր մենք հաղորդություն ընդունեցինք, այդ խոսքը 11-րդ գլխի մեջ գրված է, որ եթե մենք ինքներս մեզ չդատենք, չասենք ես մեղավոր մարդ եմ, ես այս բանը պիտի չանեի, ես ես չպիտի ապրեի, ես ես վերաբերունքը պիտի ցույց չտայի, եթե ինքս ինձ չդատեմ, գրված է աշխարհի հետ, պիտի դատապարտվեմ։ Աշխարհի հետ, սիրելիներ։ Այսօր այդպես վարդապետություն կա, ասում են մեկ անգամ փրկված, հավիտյան փրկված։ Բայց դա չի ապացուցում ավետարանը, սիրելիներ։ Փրկությունը մենք պիտի պահենք։ Դա մեզի տրված է։ Տրված է մի բան, որ դա մեզ է տրված, դա մերն է, դա մենք պիտի պահենք։ Եթե չպահենք, չենք ունենալու։ Այո, Տերը արել է իր գործը։ Տերը իր փրկության գործը արել է։ Նա ձրիորեն արել է, մեզ համար ձրի վճարել է, բայց մեր պահածը պիտի գիր վճարենք մենք դրա համար։
Դա կլինի մեր կյանքը, դա կլինի մեր ուժը, դա կլինի մեր ունեցվածքը, դա կլինի մեր, չգիտեմ, ապրած կյանքը, մենք պետք է գին վճարենք պահելու համար փրկության կյանքը, սիրելիներ։ Եթե ես չպահեմ էտի որտուց է ինձ մնալու։ Իսկ Պողոսը միտեղ գրում է Կողոսացիներին 2-րդ գլխի մեջ, ասում է եթե կենանք հավատքի մեջ հաստատված ու հիմնված, եթե կենանք, եթե չկենանք, ուրեմն թող Անանիան Սապիրան հավիտյան փրկվեն, որ այդ ձևա։ Իհարկե այստեղ ոչ մի վկայություն չկա, որ իրանք դժոխք գնացին, թե երկինք գնացին։ Դրա մասին վկայություն չի տալի։ Հապա մի բան, որ Աստված պատժեց իրանց, եւ դա հենց բավական էր իրանց սիրելիներ։ Հասկանում եք։ Դրա համար մենք այսօր չկարծենք, թե ինչ որ մենք ապրում ենք, անում ենք, ինչ որ ասենք խոսում ենք, դա հենց նենց օթում մարում ու գնում է, չի գնում էդի օթում, սերներ, դա մի օր, մի գեղեցիկ օր վերադառնալու է մեզի, մի գեղեցիկ օր կպնելու է մեզի, մեզ է գալու այդ ամեն ինչը, սերներ, եթե մենք ապրում ենք ճիշտ կյանք, Քրիստոսով կյանք, եւ հարցը նա է, որ այդ բոլոր բաների մեջ մենք ունենք Հիսուս Քրիստոս արդարը, եթե մեկը տեսնում է, որ արել այդ արարքը թույլ է տվել, անկարողությունից է, իրավիճակներից ելնելով է, բայց զղջում աղոտ կանում, Տեր իրան ընդունում է, ներում է այդ բոլոր հարցերը, սիրելիներ։ Եվ ես հավատում եմ, որ Անանիան պահ ունենար ասելու զղջում իմ արածի համար, չէր նետել իրան, սիրելիներ, պահ որ լիներ այդտեղ։ Բայց տեսնում ենք, որ պահ չկա, նույնիսկ կինն էլ է ուրանում։ Գալիս է ուրան, որովհետև չգիտեր ինչ է եղել։ Եվ այսպես, սիրելիներ, Աստված թող մեզ օգնական լինի, Պետրոսը սավանոր այդ ինչը որ դուք միաբանվեցաք Տիրոջ հոգին փորձելու, ահա քո այրը թաղողներուն ոտքերը դրանը քով են, քեզ ալ դուրս պիտի հանեն։ Եվ իսկույն անոր ոտքերուն քով ընկավ եւ հոգի տվավ, եւ երիտասարդներն ըստ մտնելով Զանիկա մեռած գտան, հանեցին իր երկանը քով թաղեցին։ 11 խոսքը եւ մեծ վախը ընկավ բոլոր եկեղեցիի վրա եւ ամենուն վրա, որոնք այս բաները լսեցին։ Էլի եմ ասում, ինչ էին տեսնում մարդիկ սպասում եկեղեցուց, մենակ բարություն, մենակ հրաշքներ, աղոթենք բժշկվենք, աղոթենք ազատվենք, աղոթենք գնանք, աղոթենք գանք, այսպես բաներ էին մենակ սպասում, մենք այսպիսի բաներ ենք մենակ սպասում եկեղեցուց, սիրելիներ։ Այո, մենք շատ ժամանակ այսպիսի բաներ սպասելով ենք ապրում, կերակրում մեր ներսը, մեր հոգին, դրա համար մենք չենք տեսնում Աստծո փառած գործը մեզ վրա, որ եկեղեցում այո կարող է հրեշտակ լինել, եւ այդ հրեշտակը ստության պատճառով, կարող է անիրավության, մեղքի, հանցանքի պատճառով զարգ լինի նաեւ, եւ մենք չենք սպասում դրան, սիրելին, ինչի, որովհետեւ մեր սպասելիքը մենակ լավ բաներ է։ Լավ բաներ է, մեզի լավ հորդորեն, մեզ համար լավ աղոթեն, մենք լավ գնանք, լավ գանք, այս անենք, այն անենք, որ ամեն ինչ հաջող առողջ լինենք, բայց Աստծո կամքը սա չի մեզ վրա սիրելիներ, Աստծո կամքը մեզ վրա մեր սուրբ լինելն է։ Եվ ես չեմ տեսնում, ես շատ ժամանակ եմ ասել եւ ուզում եմ եկեղեցին ապրի այդ հոգիով։ Չեմ տեսնում, որ Պողոս առաքյալը եկեղեցու համար, եկեղեցիների համար աղոթի, ինչ որ իրանց մարմնավոր խնդիրների մասին։ Չեմ տեսնում, գրված չի։ Ընդհակառակը գրված է միայն հոգևոր բաների մասին աղոթում։ Նրանց սրբության, աչքերի լուսավորվածության, զորության, փառքի ճոխության, Քրիստոսին մասնակցելու, սա է իր աղոթքի նպատակը եկեղեցիների համար։ Թե Կողոսացիներին, թե Ֆիլիպեցիներին, թե Թեսաղոնիկեցիներին, Եփեսացիներին, կարդացեք այդ նամակները, ուշադիր տեսեք, Պողոս առաքյալը ինչ է ուզում եկեղեցուց։ Եվ ոչ թե մեր Պողոս, այլ Հիսուսը ինչ է ուզում եկեղեցուց։ Ինչի համար է իր կյանքը դրել չարչարվել, որ մենք ոնց ուզենանք մեր ցանկություններով ապրենք, սիրելիներ։ Ոնց ուզենանք այդպես անենք։ Մենք շատ ժամանակ ասում ենք, հավատանք Հիսուսին։ Ես ուզում եմ հարց տամ մեզի։ Հիմա այստեղ որ բոլորս հարցնենք, բոլորս կասենք, հա, հավատում ենք Հիսուսին, ով չի հավատում։ Դրա համար էլ եկել ենք եկեղեցի, հավատում ենք, հավատում ենք, սիրելիներ, հավատալ նշանակում է կյանքի փոփոխություն։ Հավատալ նշանակում է ապաշխարություն, հավատալ նշանակում է դարձ գալ, Հիսուսի հետ քայլել, մերժել աշխարհը, հավատքի իմաստը դա է, երբ որ դու հավատում ես Հիսուսին, քո կյանքը պիտի փոխվի, դու այլևս հին մարդու արարքներ, վարմունքներ, ստություններ, չարություններ պիտի դադարես անելուց։ Եթե չես դադարում, սիրելիներ, Տերը մի օր դադարեցնելու է այդ։ Ես դեզի բան եմ ասում։ Հիմա ուզում եք վախեցեք, ուզում եք մի վախեցեք, բայց հարցը նրանում է կայանում, ես ինչպիսի կյանք եմ ապրում Աստծո առաջ։ Աստված թող մեզի զորացնի ուժ ու կարողություն տա